Մենք փաստորեն գնում ենք դեպի պաշտոնական բռնապետություն։ Հայաստանում ստեղծվում է Սուլտանի ինստիտուտ, մենք հիմա կունենանք Սուլտան, որը կարողանա երբ ուզի, ում ուզի բանտարկի, ում ուզի մեղադրի, որ ինչ-որ հեղաշրջման կոչեր են արվել, որոնք տեղի չեն ունեցել։ Հետաքրքիր է, որ այդ նույն մարդիկ 18 թվականին դագաղներ էին հանում փողոցներ, ռադիոտանդրներ էին ջարդում, մենք դա հիշում ենք։ Փաստորեն այս անձը, պարոն Կարապետյանը, ուղղակի սատարել է մեր եկեղեցուն, որևէ կոչեր չի արել։ Պարզ է, որ Հայաստանը դարձել է տոտալ բռնապետություն, որով ղեկավարում է մի մարդ, որը անգամ adekvat վիճակում չէ, իր հոգեբանական վիճակը շատ լուրջ մտահոգություն է առաջացնում, դատելով իր գրառումներից։ Եթե այսպես շարունակվի, մի քանի շաբաթ հետո կարող է պահանջ ներկայացվի Թուրքիայի կողմից, որ որոշ եկեղեցիներից հանեն խաչերը, քանի որ դրանք ադրբեջանական եկեղեցիներ են, աֆղանական, նույն բանը ինչ որ արվում է Ադրբեջանում։ 300,000 ադրբեջանցի իր ճանապարհի վրա կարող է լինել շուտով, Սյունիքը կարող են զիջել, այսինքն այս մարդը կարծում է, որ նա կարող է անել այն, ինչ որ նա ուզում է։ Դա շատ վտանգավոր է։ Մեր ընտրությունն է այսօր, մենք հանդուրժենք, որ մենք դառնանք բռնապետություն եւ կորցնենք Հայաստանը, թե ոչ։ Դա մեր ընտրությունն է։ Շնորհակալություն։ Եվ մի բան ես մեծ գործություն, այլ կրկյալ մեզ իջարել։